Նոյեմբերի 23-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը։ Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, գլխավոր վարչությունների և վարչությունների պետեր, տարբեր ծառայությունների պատասխանատուներ։ Քննարկվեցին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման փուլում ոստիկանության գործունեության արդյունքներն ու ծառայության կազմակերպման առանձնահատկությունները։ Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց հանրաքվեի օրը ծառայության կազմակերպման գլխավոր ուղղությունները, ընտրատարածքների մերձակայքում կուտակումների բացառում, ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի իմացության ստուգարքների կազմակերպում տարածքային բաժիններում, կենտրոնական ապարատի և ծառայություն կատարող վերակարգերի միջև անընդմեջ կապի ապահովում և այլն։ Ոստիկանության պետը հատուկ ուշադրություն դարձրեց սահմանափակ ֆիզիկական կարողություն ունեցող քաղաքացիներին օժանդակելու խնդրին։ Ոչ բոլոր տեղերն են անդրատեղամասերում կահավորված այդ մարդկանց համար, ուստի ոստիկանությունը ապահովում է այդ մարդկանց տեղաշարժումը ընտրությունների հետ կապված։ Բացարձակ ձեր վրա եք վերցնում։ Օգնել, տեղափոխել, բարձրացնել, իջացնել, աջակցել, բացի քվեարկման տեղը մուտք գործելուց։ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց հանրության հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների և առանձին քաղաքացիների հետ տարվող աշխատանքը, հետադարձ կապի ապահովման անհրաժեշտությունը ինչպես հանրաքվեի օրը, այնպես էլ նախորդող շրջանում։ Լրատվականը, ինչպես միշտ փորձը ունի, հրատապ պատասխանում է բոլոր հարցերին, ցանկացած հրապարակում, ցանկացած ահազանգ, ցանկացած ինֆորմացիա ոստիկանության կողմից վերլուծվում է, մշակվում է և պատասխան է տրվում անմիջապես։ Շատ հաճախ լինում են դեպքեր կան, մենք այսօր տեսնում ենք նույնատիպ հարցը ամեն օր 24 անգամ ժամը 1 բարձրացնում են այդ հարցերը և ժամը 1 այո մենք պարտավոր ենք պատասխանել։ Հիշեցնելով, որ ոստիկանության վերահսկողական ծառայությունները ընտրատեղամասերի տարածքում անմիջաբար են հսկելու վերակարգերի աշխատանքը, Վլադիմիր Գասպարյանը մյուս ծառայություններին հրահանգեց ակտիվացնել օպերատիվ ու կանխարգելիչ աշխատանքները քարոզարշավի և հանրաքվեի ժամանակ պատշաճ հասարակական կարգ ապահովելու, իրավախախտումները բացառելու, օրենքի պահանջները լիարժեք կատարելու համար։ Չհանդուրժել թաղային հեղինակություններ, թաղի տղաներ և այլն երևույթներ, կուտակումներ, այս կողքը, այն կողքը, դեմագոգ խոսակցություններ, որ 50 մետրից հեռու են կանգնած և այլն։ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ նաև այս օրերին հանրային գոտիներում, տրանսպորտային հանգույցներում, զանգվածային միջոցառումների վայրերում ոստիկանության արտաքին ծառայության ուժեղացմանը, պայմանավորված համաշխարհային ու տարածաշրջանային նոր մարտահրավերներով։ Ոստիկանության պետը հավելեց, որ այդ ոլորտում սերտորեն համագործակցելով հանրության հետ անհրաժեշտ է անվտանգության բարձր մակարդակ ապահովել նաև հանրաքվեի և նախորդող օրերին։ Ես ուզում եմ զգոնությունը ոստիկանության գոնե աշխատակիցների մոտ լինի ամենաբարձր աստիճանի։ Եվ եթե մեր ոստիկանները այդ զգոնությունը պահեն իրենց բարձր աստիճանի, քաղաքացին դա կընկալի ու կտեսնի։ Խորհրդակցության մասնակիցներն ստորաբաժանումների ներկայացրին նախապատրաստական աշխատանքների արդյունքները, խնդիրներն ու դրանց լուծման ուղիները, ստացան համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ։ Ամփոփելով խորհրդակցությունը Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց. Անխոցելի դարձնել ծառայությունը, անխոցելի դարձնել ցուցակները, անխոցելի դարձնել ոստիկանության գործունեությունը։ Ոստիկանությունը գործել է բաց, թափանցիկ, օրենքի սահմաններում, օրենքի տառը պաշտպանելով։ Նոյեմբերի 20-ին Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության մշակույթի տան դահլիճում հանդիսավորությամբ նշվեց ոստիկանության երախտավորներից մեկի՝ Եվգենի Պատալովի ծննդյան 90-ամյակը։ Հոբելյանական տարեդարձին էլ վաստակաշատ իրավապահը շարքում է և այսօր էլ առաջնորդում է երիտասարդ գործընկերների մի ամբողջ բանակ։ Հանդիսության սկզբում հրապարակվեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի ուղերձը, որտեղ մասնավորապես ասվում էր. Թանկագին Եվգենի Գուրգենի, դուք մարդ լեգենդ եք Հայաստանի Հանրապետության ոստիկանության ու ողջ անձնակազմի համար։ Հսկայական ներդրումը, որ ունեցել եք Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմինների կայացման և բարձր պրոֆեսիոնալ կադրերի դաստիարակման գործում, անգնահատելի է։ Այնուհետև ընթերցվեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանը Հայաստանի ներքին գործերի մարմինների կայացման գործում անձնական մեծ ներդրում ունենալու համար և ծննդյան 90-ամյա Հոբելյանի առթիվ Եվգենի Պատալովին սխրագործության համար մեդալով պարգևատրելու մասին։ Спасибо за все, передайте мои добрые пожелания и приветы
Հոբելյարը շնորհակալություն հայտնելով Վլադիմիր Գասպարյանին իր վաստակի գնահատման համար հիշեց հայաստանյան գործունեության տարիներն ու գոհունակություն հայտնեց մեր երկրի ոստիկանության կայացման ընթացքի եւ ձեռքբերումների կապակցությամբ։ Եվգենի Պատալովը Հայաստանի ներքին գործերի համակարգը ղեկավարել է 1974-ից 1983 թվականներին։ Մոսկվա տեղափոխվելուց հետո էլ չխզվեց կապը Հայաստանի հետ։ Եվգենի Պատալովը միշտ ապրեց մեր երկրի ու ոստիկանության կյանքով։ Այսօր էլ այդպես է, որովհետև ճշմարիտ զինակցությունը երբեք անցյալ չի լինում։ Շնորհավորում ենք Եվգենի Պատալովին հոբելյանական տարեդարձի առթիվ։ Մաղթում ենք քաջառողջություն եւ Հայաստանի ոստիկանության ընթացքով ուրախանալու երկար տարիներ։ Նոյեմբերի 24-ին Երևանի ժամանակով ժամը 11:13 արտերկրի մեր հայրենակիցները Skype-ի միջոցով կարող են հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին, մասնավորապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր եւ նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաեւ անձնագրային եւ վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Skype-ի հասցեն Armenian Police։ Հարցեր կարելի է ուղղել նաև press@police.am, դիմում @police.am էլեկտրոնային հասցեներին։